Երանի նրան, ով անդադար հիշում է իր մահվան օրը և ջանում պատրաստ և անվախ լինել այդ ժամին։ Երանի նրան, ով համարձակ կլինի բաժանման պահին, երբ հոգին վախով հիվանդություններով բաժանվում է մարմնից, քանզի հրեշտակները գալիս են հոգու հետևից, այն մարմնից բաժանելու և անմահ և ահեղ դատավորի գահի առաջ կանգնեցնելու։ Մեծ է վախը, եղբայրներ, մահվան ժամին, երբ հոգին վախով ու տրտունջով բաժանվում է մարմնից, քանզի բաժանման այդ պահին հոգու առաջ հառնում են իր գործերը, բարի և չար, գիշերը և ցերեկը գործածները։ Հրեշտակները ջանասիրաբար շտապում են դուրս հանել նրան մարմնից, իսկ հոգին տեսնելով իր գործերը վախենում է մարմնից բաժանվելուց։ Մեղավորի հոգին վախով է բաժանվում մարմնից և երկյուղով գնում անաչառ ատյանի առաջ կանգնելու։ Մարմնից հարկադրված ելնելով ու նայելով իր գործերին, ահոդողով ասում է նրանց. «Մեկ ժամ ժամանակ տվեք ինձ, որպեսզի դուրս գամ»։ Իսկ նրա գործերը միտեղ հավաքված պատասխանում են հոգուն. «Դու ես մեզ ստեղծել, և քեզ հետ էլ կգնանք Աստծո մոտ»։ Ատենք այս ունայն կյանքը, իմ սիրելի եղբայրներ, և բաղձանք միակ Սուրբ Քրիստոսին, մեր հոգիների ազատարարին։ Չգիտենք, եղբայրներ, թե որ ժամին է մեր ելքը։ Ոչ ոք չգիտի բաժանման օրն ու ժամը, երբ անհոգ շրջում ենք և ուրախանում այս աշխարհում։ Մեզ հանկարծակի է բերում հոգին մարմնից առնելու ահեղ հրամանը, և մեղավորը, որի հոգին լի է մեղքերով և արդարացում չունի, այն ժամին կգնա, երբ չի սպասում։ Ուստի և աղաչում եմ ձեզ, սիրելիներս, դառնանք ազատ և չկաշկանդենք մեզ այս ունայն և ժամանակավոր կյանքի ծառայությամբ։